Ֆրանսահայ արձակագիր, պոետ, էսեիստ, աֆորիզմների հեղինակ Դնի Դոնիկյանի արխիվը համագործակցության հրաշալի առիթ է դարձել Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի համար։ Դեռ նախորդ գարնանը Դոնիկյանը Աննա Չուլյանին ուղղված պաշտոնական նամակով տնօրենին տեղեկացրել էր արխիվը ազգային գրադարանին հանձնելու իր որոշման մասին։ Տևական ջանքերի արդյունքում արդեն աշնանը արժեքավոր արխիվը Երևանում էր և այսօր գրադարանը հատուկ ցուցադրությամբ այն ներկայացնում է այցելուների գնահատմանը։ Դեռ նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ արխիվի տպագիր հատվածը միայն Դոնիկյանի պատկերագրքերն են։ Հասկացանք, որ այնպիսի նյութեր են և մենք ոչ այդպիսի արխիվ ունենք ձեռագրերի, անձնական արխիվների տեսանկյունից, ոչ էլ մասնագետներ ունենք դրանք մշակելու և առաջին միտքը, որ ինձ մոտ ծագեց, որ կարելի է այդ արխիվը արժեքավոր է փոխանցել Գաթին։ Գրականության և արվեստի թանգարանում ոգևորությամբ են ընդունում արժեքավոր նվիրատվությունը, 14 արկղ խնամքով դասակարգված արխիվային նյութեր, Դոնիկյանի օրագրություններից, նամակներից սկսած մինչև տարբեր ցուցահանդեսների համար արված էսքիզներ ու նախապատրաստական փաստաթղթեր։ Այս ամենը կհամալրի գրականության և արվեստի թանգարանի հավաքածուները և ապագայում կդրվի գիտական շրջանառության մեջ։ Դնի Դոնիկյանը գրականության և արվեստի թանգարանի վաղեմի բարեկամն է և այժմ այդ բարեկամական կապն ամրապնդվում է նաև ազգային գրադարանի միջոցով ու կարծում եմ, որ սա հիանալի օրինակ է կառույցների առողջ համագործակցության։ Գրականության և արվեստի թանգարանի արխիվային հավաքածուն հարստանում է ևս մեկ արխիվային ֆոնդով, որի մեջ կան բավականաչափ անտիպ նյութեր, հետաքրքիր օրագրություններ, գծանկարներ, սևագրություններ։ Առանձին ցուցափեղկով ներկայացվում են գրողի հայերեն թարգմանությունները, որոնք Հայաստանում տպագրում է Ակտուալ արվեստ հրատարակչությունը։ Դոնիկյանին տարբեր տարիներին հայերեն թարգմանել են թարգմանիչներ Նվարդ Վարդանյանն ու Լուսինե Մուսախանյանը։ Նվարդ Վարդանյանը, որ Դոնիկյանից 7 գիրք է թարգմանել, փաստում է, ժանրերի, ոճերի այն խառնուրդը, որը նա ստեղծում է, թարգմանության հեշտ չի տրվում։ Նա առանձին ժանր չի օգտագործում, իր բոլոր ստեղծագործությունների մեջ խառնված են այդ ժանրերը, այնպես որ այդ տարբերությունները դժվարություններ էին հարուցում թարգմանչի համար։ Ինքն էլ բծախնդիր, երբ որ թարգմանում էի, հատվածաբար իրեն էի ուղարկում թարգմանությունները, ինքը միշտ իր դիտողությունները անում էր։ Իսկ Դոնիկյանը, որը միջոցառմանը միացավ տեսակապով, նշում է, առաջին հայերեն բանաստեղծությունը գրել է 12 տարեկանում, բայց հանգամանքների բերումով դարձավ պարադոքսալ մի գրող, որը ֆրանսերեն գրում է հայ ժողովրդի մասին ու նրա համար։ Նունե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։